Նոյեմբերի 4-ին ժամը 3-ին կանչվել եմ Մայրաթոր Սուրբ Էջմիածին հանդիպելու կարգապահական հանձնախմբին։ Հրավիրում եմ բոլոր լրատվամիջոցներին գալու եւ լուսաբանելու այդ հանդիպումը։ Իր ֆեյսբուքյան էջում այսպիսի գրառում էր արել սեփական ծառայության վայրը լքած, Հովանավանքում կարգալույց հոգևորականի Մայրաթորի կողմից հոգևոր արժեք չունեցող եւ անվավեր որակված պատարագներին մասնակցած Տարոն Քահանա Հունանյանը։ Մայրաթորի կարգապահական հանձնաժողովի հետ հանդիպումը շատ կարճ էր տևել, քանի որ Տեր Տարոնի սրտով չի եղել կարգապահական հանձնաժողովի կազմը եւ չի կամեցել հանձնաժողովի մյուս անդամների նման հեռախոսը սենյակից դուրս թողնել։ Լրագրողների այն հարցին, թե ում կուզեր տեսնել կարգապահական հանձնաժողովի կազմում, պատասխանեց. Սիրելիներ, ինչու ես պիտի անուններ տամ։ Թողնում եմ սիրելիներ, մնացյալ կարծիքները թողնում եմ ձեզ։ Տեր Տարոն, մինչև վերջ կպատմեք ինչ եղավ, այդքան ասացի։ Այդքան ես ասացի, որ թույլ տվեք, ես հրաժարվեմ այս կազմի հետ։ Ես ամեն ինչը պատմեցի, այդքան ասացի եւ դուրս եկա։ Դուք ձեր ծառայությունը լիարժեք համարում եք։ Դուք ինչու եք ինձ հարցեր տալիս, որոնց պատասխանը միայն Աստված գիտի։ Ըստ քահանայի հոգևոր ծառայության վայրը լքել է, որովհետև անժամկետ արձակուրդում է գտնվել։ Մինչդեռ Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ Սամվել Վարդապետ Մխիթարյանը, որը թեմը առաջնորդում է 2024 թվականի մայիսի 27-ից, հայտնում է, որ Տեր Տարոնի պնդումը, թե իբր անժամկետ արձակուրդ է ստացել 1.5 տարի առաջ Բագրատ arczepiskopos Գալստանյանի կողմից, բացարձակ սուտ է, քանի որ 1.5 տարի առաջ Բագրատ Սրբազանը այլևս չէր հանդիսանում Տավուշի թեմի առաջնորդը, հետևաբար քահանան չէր կարող նրանից արձակուրդ գնալու արտոնություն ստանալ։ Ինձ համար կա մի թագավոր, ինձ համար կա մի Տեր, դա Հիսուս Քրիստոսն է, ով որ ինձ ասում է ես ինչ անեմ, ինչ չանեմ։ Ըստ պոլիտիկայի մի տեղեկության, Տեր Տարոնը ընտանեկան խնդիրներ է լուծել եւ ծառայության վայրը լքելուց հետո մեկնել Ռուսաստանի Դաշնություն։ Կրասնոդարում տաքսի է վարել։ Վերադարձել է իշխանության խնդրանքով աջակցելու Ստեփան Ասատրյանին կարգալույց եղած քահանային։ Իշխանությունները նրան խոստացել են համակողմանի աջակցություն եւ լուրջ դերակատարություն հակաեկեղեցական գործը գլուխ բերելուց հետո։ Այս մասին հայտնում է վերոհիշյալ լրատվամիջոցը։ Լուսինե Բալյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։